չեմ մոդիկ նստի Adam utaçı. Minnetten biz kaçma paçma. Tamenel aten, enel akıngaşını. Ninça martını kıniknel hırçvama martı paçma. Անգամ մի թեթև պաչիկն ու մի անմեղ գրկախառնությունը մերժում է ամոթխած տատը, այն էլ 65 տարվա համատեղ կյանքից հետո, դաստիարակությունն է ուրիշ, ավանդական։ Պաչիկի մասին մտածելն անգամ արդեն ավանդական արգելքների ու բարոյական սահմանափակումների ոտնահարում էր, որ կարող էր հասցնել մրոտած դեմքով էշի վրա թարս նստեցնելու և գյուղով մեկ պտիտ տալու, էլ չի խոսում այն մասին, որ վստահ էր հայրը պարզապես կսպաներ իրեն նման բան նկատելու դեպքում։ Անգամ այս տարիքում տատի համար անընդունելի է կին տղամարդ 1 մետրից ավելի մոտիկանալը շփվելը։ Դեռ այն ժամանակներից, որ սիրահարված ու անգամ նշանված էին, պաչիկ-մաչիկ չի եղել։ Ջրի գնալիս նշանածին տեսնելիս կարմրում, անգամ ճամփեներ փոխում տատը։ Նշանած ենք ճանապարհով ես ջուրն էի ինքնեմ կուժնուս ինքն է կողմից ինք քիչ էր մնում թե ջուրն ընկնի։ Ես վերի չափար մանչելուց իրարի չխոսեցինք։ Նշանած ենք անցա ինքն հենց անցկացավ ես էլ վերևացա։ Այդքան մեզ մոտ կարելի համ դետիշն ասած գյուղի համ լկստվաչինք միշավերջին գնգել իմ հոր ահիցը ես եթե իմ դասընկերներ ասեր մի խոսք ասեի տպլտուն դու գիտեք իմ հերը ինձ էլ ես չեմ կարա նա ջոբ կարմարատակի դես սենտենս պատի վերքնեի մտել քունջը չգիտեի ոնց անցկենամ սենց քիչ մներ կուժնուս ես վերքսիեմ Տատի ծպտունն էլ դուրս չեկավ, երբ մի օր խիստ նահապետական օրենքներին հետևող հայրը եկավ ու հայտնեց, որ Ամալյան քաղաք սովորել գնալու փոխարեն մարդու պիտի գնա։ Փեսացուին հավանել էր հայրը, իրեն մնում էր ընդամենը հա ասել։ 10 վերջացրել եմ, ի նկատի ունենալու որ պետք է սովորեմ։ Բայց հերս խիստ նահապետական սովորությունների դեր մարդեր աղջիկը չպետք է սովորի, աղջիկն ինձ գործունից ցոլում։ Բռնից լավ տղայա, դե ուզողնի կար, բայց ինքն ինձ չէր հարցնում, դու տղին կուզես թե չէ կամ մորս էլ չէր, ասում որ այն մերս էլ գիտեր որ ուզում եմ սովորեմ։ Ասեց լավ տղայա, տունն ունի, ապրուստն ունի։ Ոչ մի բան չի կարող խոսիմ, առաջը խոսիլ չկա, եթե պապան էլ դրսից տուն մտներ, մենք հացիվից վերտեինք կենալ կան խիստեր։ Վիկալավ բռնացրուց հարսանի քարին տվին եկա կամ տենում տուն ինչա ցխապատ տունա մեջը լիքը մանր քուլփատ փոքրի 3 տարեկան հերչունի հեր մահացելա մեռնեց սարերումնա նրա մեծը 5 տարեկան նրա մեծը 9 տարեկան նրա մեծն իմ թայն 17 տարեկան 18 նրա մեծն էլ 30 տարեկան տանը աղջիկա մնացած Մի խոսքով մի տուն լիքը սոված տկլոր մանր-մունր երեխա, որոնց պահեց մեծացրեց, դրա հետ էլ ծանր աշխատանքով մի մեծ տուն հիմքից կառուցեց ամուսնու հետ ու ամեն ինչով լցրեց։ Դարձավ կոթի մատով ցույց տալու Ամալյան։ Հիմա տարիների հեռվից հետ է նայում արած դրածին ծանր աշխատանքին ու առիթի դեպքում, ոչ այնքան չարությամբ պապի հոգու հետ է խաղում, որ եթե ինքը չլիներ, տունը տուն չէր լինի, սամատն էր սամատ։ Տալոչն ու տեքրերին էլ ինքը Ամալյան է ամուսնացրել շնորհքով հարսանիքով, բաժինքով, ամեն ինչ տեղը տեղին։ Դեռ Շիրազն է ասել, կինը տան ներսի պատն է ու ներսի պատի հպարտությամբ տատը հանդիմանում է դրսի պատ պապին։ Ախ կատան դեռնի սոված ծարավ ինչ սիրիլ, հետո դեռ դրանց աղջիկ տալու սիրեն։ Դե հերս ուստա է ապշար մարդեր Չէ, սանք փորով մին հաչ կերել արխային կացի մեր տանը կշտացավ Սանք մեզ իրաց տանը կշտացածոլի չէ Էստի մեր տանը կշտացավ ինչերավ Համրեղ անցմարել է պես պահետ դրնազատ տենքրով կերավ էլի վիրիցով Պապը հանգիստ չի տանում հանդիմանանքներն ու շարունակում է կատակով խաղալ կնոջ հոգու հետ Դե դու չտաների հետն էի Հետն ինքը հետ սերոժանդակ էր համել դե որ իրանք արդեն իստված էր կեսուրը սխելով ինքը լրիվ թողել է մատառնա նանց Նանք բշանար պահեցին շուտ ասմես Ու դուք երկու քիրուն ամուսնացրած խելոք են ելել Եդեվացել են բրախալ չեն մեզ էլի Հա, չէ, դենանք չեն արել, բայց ես լվենալը, լեղացնիլը, այդ երեխեքին պահիլը, մերը նստած, ասերա սոված եմ, ինչ կարի Սամատ պապը հանգիստ է վերաբերվում կնոջ ուշացած բողոքներին, ողջ կոթին գիտի, որ ամբողջ բեռը մենակ տատի ուսերին չի եղել։ Ամալյան էլ չի ուրանում, բայց մեծ բեռն իր ուսերին էր դրա համար էլ օրվա վերջում բեզարած գլուխը բարձին էլ որ դնում էր, Սամատը գալիս ու գործ էր դնում։ Հիմա տարիների հեռվից տատը դա էլ է պապի երեսով տալիս ու դրանով նաև հաստատում իրեն ժամանակներում սեր չի եղել։ Սերն էլ, հարգանքն էլ, նվիրումն էլ աշխատանքով է բուժվել ու չափվել։ Ամալիկ չիկ աղջի
Հա, ես սամադի մասել ինքն աղջի, ամա չելելա որ անումստա, անունս էլ չտված, որ մեկը գիդենա, որ իմ անունը մինը լսե։ Հիվանդի, ասի հիվանդիմ, գնաց, ասե հիվանդիս գնա պարկի, գնացի պակրիվալը հետ գծեցի, մի քիչ պարկած մնացի, սենց գնաց, աչ գնաց, ծախ եկավ, այս կողում, այն կողում պտվեց, եկավ ասավ, չէ, դու թե չես առողջանա, վի ծառերի հովում համ մանարի, համ խնձորքերի տակը վեքե կտոր է բոճ կլուցրու։ Էդ էր դրա հոգատարությունը որ տհե, էդ կարգի։ Քակի չա։ Մամայիս ասի, սամադ սենց ասա, մամաս պապայիս հետ մի քիչ անհաշտին, ասի մամա դե բա ես սամադնին սենց ասեց բի հիվանդա, դե լունենալ չես, ծառերի հովում մանարի, համ ծառերի տակը վեքե, բոճ կնացակը տոր է, աղջի, դու խի բել լսեիր, աղջի, բետուն չի մար լսեիր, մի ջղայնացել է, մամաս սրան մի անիցմա, մի պեներ ասմա, ասի մամ ջեն, դե որ ամուսնացել եմ, տվել եք, ես էլ պարտավոր եմ հնրուհունած դանդելին, բա ինչ անեմ, բա խնձորներ թափվել էր ծառերի տակին չվեքեի, մամաս ավելի շատ բուրբուկվեց դեպի մասելուցը։ Բայց անցյալի վիրավորանքները մոռացել ու հիմա օրծերության պապին աչքի լույսի պես է պահում տատը։ Գյուղում առաջի սինդրիկը բանջարը Սամատ պապն է ուտում, խանութի ամենաթարմ շոկոլադն էլ էլի պապին է բաժին հասնում։ Ամեն երեկո հնազանդ ադաթով պապի ոտքերն է լվանում։ Հիմա սրանք են Ամալիկի ու Սամադի սիրո արտահայտչամիջոցները։ Հա, այնա գիտեն իմ ամուսինն է։ Էլ ինչ ցուցադրելու կամ արտահայտիչ բանա որ իմ ամուսին ինձ սիրում ես էլ ինձ այ ամոթա պաչմա ես էլ իրան իմ սիրում ինքն էլ ինձ է սիրում չէ սերը դա ծածուկա դա անկողնում էլ հեսեր չի կան սերը փակվածա վերջացրածա սիրելը էսա հարգանքի չափա Համի մենք ոչ թե իրար սիրում ենք, այլ հարգում ենք իրար։ Նա իմ ծերությունն է հարգում, ես էլ իրան, որ ինքը կարամ չի ղունգը կտրե, կարամ չի թրաշում եմ, կարամ չի գլուխը փանչունինգ, վերստավիր չունինգ, որ կնա գլուխը դա ուտները լվանում եմ, ամեն ժիգուտ ես չոքած 66 տարի ամեն օր ուտը լվացել եմ։ Դա թե չէ սիրիլը հարգանքը, մեզ մոտ հարգանք էլ հարգանքի փոխանակում, թե չէ որ ասես այդքան սերը որնա, սերը իրար ծառայիլնա Դուս եմալım jednes ceren dachte durdes ես ասի վերընկեր եդացար ես ասի վերընկեր կամինքը որ ուշանմակ ասում է դուրդիր ասում տղեր անցի դրիցան ասի ես էլ եմ քիպես ասում հանկարծ գազվեր ճամփին վերընկնիս հա էտա թե չէ սիրո չափանիշը իրար հարգիլնա հարգանքնա փոխհատուցումնա փողվստահություննա թե չէ սիրիլը ես ուրիշ ձևի չեմ պատկերացնում քանչախ այսքան տարի 84 տարեկան եմ դեռ մի հատ բաց չեմ վիկալել որ փրեմ այդ չեմ արել ինքը փրելա ես էլ նստած իմ գուրբեն եմ գործում իմ մալերն եմ գործում իմ խալչեն եմ գործում իմ հարցուկն եմ անում իմ տունն եմ մաքրում դե կանգնած քշերցերեք Պապը չոլը գնացած աշխատող շատ ղոչաղ աշխատող մարդա տան հետ ոչ մի բան չի արել տանը մենակ աշխատել է խոզ բհել կով բհել լավ աշխատը դաշտ սոխոզի կես մասը ինքնաշալակած տարել ինքը լավ աշխատող է լուժիղ աշխատել է խելոք բայց տանը դե մերնել չի մասնակցել տան գործողություններ լրիվ ես եմ ելել կարիլա քղիլա գործիլը տարը 3 խալչա եմ գործել ինքը պապտի դենի Ճամփենիկներ կտետ կարներ այդ տեղաններ Պետ ու կրակ Ամալյան ճիշտ է դիպլոմ չուներ, բայց գրագետ ու կարդացած էր, բայց ամենակարևորը համառ, երկու ոտը մի բուջրում դրեց, կողքի ինկավ թե սովխոզում թութունի, այսինքն ծխախոտի մշակության դաշտ գնացող չեմ, այնքան ասեց, այնքան խոսեց, որ սովխոսի նախագահը կանչեց ու պաշտոն տվեց։ Ես թութունը չիտիմ կնա 10 վերջացրել չեմ, կարում եմ գրքեր եմ կարդում գրադարան տակուն վրա եմ արել, ուսումնասիրում եմ ինչ լենինիզմի հատորնին եմ, մարքսիզմի Տորնի եմ ես քննում ուսումնասիրում ես գնել չեմ դաշտում աշխատել Դա հեռախոսերը տեղազատվեց գնացի հեռախոսավերի տարան դրանից հետո էլ դա օպերատոր բաժանմունքի վարիչ տենց աշխատեցի դրանից հետո էլ դա փոխեցի կուլտուրայի տունը կա վերջության պետը Պետրոսեն Սայեդ Միրգյուղացի ասեց Ամալիա գիտես որ արվեստից պետքա շատ մոդիկ լինի ասինքեր Պետրոսեն ամեն արվեստի բոլոր ճյուղերից բացի երկիլ պարկյալը որ տղլուր պարտինքալ մկեն բալետի պարուհի չեմելել թե չարվեստի բոլոր ճյուղերին թերապիտում եմ դա Այս ձեր աշխատանքը լրիվ արվեստին է պատկանում, հենց չի որ դա ուրիշ ոլորտ ունի դա։ Հա, ծիծաղեցին լրիվ դահլի ծիծաղեց, ասի բացի որ բեմը մտքլոր ես բալետի պարուհի չեմ։ Հա, Ամալիա տատն
այդպիսին է բազմաց հագնելու մոդան չի ընդունում մանիկյուր պիդիկյուր էլ ոչ արել է, ոչ էլ հավանում է։ Այդ հարցում մշակույթի տանն աշխատելն էլ չփոխեց նրան։ Գյուղ եկած հայտնի արտիստների հետ շփումները, ամենօրյա ռեժիմով ցուցադրվող ֆիլմերի բարձրաշխարհիկ կյանքն էլ չփոխեցին Ամալիկի նախասիրությունները։ Ոնց ղունգն ենք քսել, ոնց պրոշ ենք քսել։ Հասարակության մեջ աշխատել ենք, կարեինք, չէ։ Դե գիտես բնականը ինչ տված է, այն պետք է լի, բնականը ավելի լավն է։ Դու այդ պրոշները բան են անամ։ Տկլուր, համի ես այն անգամ եմ ասել, վեր մի քիչ կողտա գեղեցիկ հականվի շնորհով այնքան տղամարդիկ են վերջապես դիմացին է տղամարդա ինչ պարտակ իրա համի ինչը մի հատարակ կասմա ծածկած բան ավելի շատ է հետաքրքրում թե ինչա համի վեր գեղեցիկ հա էլի հականվին մոդայիկ հականվին բայց այդքան բացը այդքան համատարած չի կարել այդ ինչա թե մի կուրնից ստոկլորի ինչ հաճույք են ստան մեջ կերնում բաց իրանք խին իրաց թույլ տալու իրանք մեջ ուրիշ տղամարդը տենու Դե իրանք մի տղամարդը հասնում իրանք թող այդ տղամարդին հանձնվին տկլորել մանկան աղաքին բայց թե ես չեմ ընդունում ես չեմ կարալ ոչ մեկին ասեմ բայց իմ հարցնիկ չափավոր հակնող են Ամոթխած էին զուսպուն կճված հենց դրա համար էր որ Սամադն Ամալիկին իսկ էլ չի խանդել գյուղի խոպանչի տղաների հետ գործ ունեցող հեռախոսավար ու մշակույթի տանը երգող բարողների հետ շփվող Ամալիկը երբեք խանդի հողի վրա կռիվ ու վեճի առիթ չի տվել Քշերը գեին վիկա մի հեռախոս մի Tomater, gierama kein, dendover kirges խոպանչիկին Կեն վիկացնեին ստարի ասկոլից պատվերկա արիքինում ենք գիդոջ լիպեսկից պատվերկա խոսիլտին կինում ենք վիկեն ասեխիչ ես հետը սկալի վիրի ասես դու խելոք գնաս գաս իրանք դու քյանմա ինքն ինձ խանդել չի ես էլ չարաշահել չեմ իրան ավելի շատ եմ ընդունել այդ նվիրվածությունից ավելի շատ եմ գնահատել ավելի շատ եմ ընդունել որ դա ինքն ինձ այդքան վստահել է այդքան դավեր է Դու խանդող չէ Չէ ես էլ չեմ խանդել չէ ինքը Խանդի տեղ չունեցել, հա, խելոքել էլ, որ շատ ամոթխած է, դա պարզ է, բայց որ ինքն ինձ չի խանդել, այդ չափն էլ ես անց չեմ կացել, հասարակության մեջ ես հենց բան չեմ արել, որ մինը կարենա թեկուզ կռվելովն էլ ինձ ասե անբարյական կամ ես թե բան չի ելել, ասում եմ էլի գեղը խոպանից տղեր կար, կեին քշերը վիր ունեն, տանեին, Փոշտ պեցանի պատվեր կատարենք խոսենք յետտերին դրան վերոտ խմտնեն ու յետտերնեն Այդ էր պակաս գյուղում մեկը ռիսկաներ ու Ամալիկին թարսաչքով նայեր լեզունել էր տեղը թափնել տաննել դրսում էլ սկեսուրն էլ որ մի խեղճ ու հանդարտ պարավեր Ամալիկի գերին իհարկե կատակով է ասում տատը բանեցրել է ու ոնց ասում են ջանով էլ ջանը հանել Ես թափնով եմ ելել, տիրակալ եմ ելել, բայց ընկնիկը խելոք գակից ես էլ 24 տարի իմ չափն չեմ կացրել։ Հիվանդ էր արդեն սարից բերելին, բժիշկ ունենք մեր գյուղացի, Սամադ գնաց ծոված ասավ կողորը ու առողջացրել ես իմ մորն էլ առողջացրել, ասավ պրոֆեսոր եմ կանչում, իմ հորմար ասավ կանչե, պրոֆեսորը կանչի եկավ, Երևանից եկան, դե երեխեք չիմ կանգնացին ինձ առանձնացրուց բժշկի կաբինետ գնացին, թե ինչ է բողոքդ, ինչ է պահանջը, 10 պահանջը որ իմ կեսօր լիվնացնի սիզտաս, ասավ յա ու առաջի ինչն ես ասի հարսը ասավ առաջ անգամ եմ լսում որ հարսը ուզենա կեսուր առողջանա բայց չի մարիս ուզում ասի ապրուստը չիմ սարմը բրախածա լեհնե ընկնիկ վերլի ու ես խառնովիմ կարալ չեմ ասեց քանի հատ կլի շտաշտված այդ կեսորը կամ ինչ մի հատ հարգած ասի 24 տարի են արա մի տեղեք ապրել ասի հա մի տան ասի հա չէ ուրիմ կեսորը էլ կարալ չեմ լիվնասեմ կեսորդ մեռնելականա գիդենաս էլ դու կեսորդ դերիկ չանես գնա ապրանքը տեղավոր է ու կեսորդ էլ մեռնելականա բայց արի ու տես այդքանի հետ ժողով մողովի որ ոդկը քաղաք էր ընկնում մի տեսակ խեղճանում էր Ամալիկը քաղաքն իրենը չէր իրենը գյուղն էր քաղաքի ժխորում իրեն զգում էր պատահականորեն գյուղի փողոցներում հայտնված վայրի եղնիկի նման, որ չգիտեր ինչ անի, ինչպես հագնի, ինչպես խոսի։ Գերի ակտիվի եսի գնացի կուրսեր եղրգեցին կուլտուրայի տանգծովը շատ խելոք համես դե որ գյուղացի եմ քաղաք չեմ ընկել ինձ մհար քաղաքը քաղաքավարի խոսիլն էլ չգիտեմ
հետո քննություն տեին, քննությունը մենակ ես գերեզանցով հանդնեցի։ Ասեց հլա ամալի արես կողմ, այդպես էսքան զուսպ, ինչը տա, ինչ ունիս։ Ասի ինչ ամեն ինչ էլ ամուսին ունիմ, երեխեք ունիմ, տեքրն։ Ասեց բախի ես, ըստ այդքան զուսպ, այդքան ես իմ ընկճված։ Ասի քաղաքը իմը չի, շրջապատն իմը չի։ Ես այս շրջապատի ընկեր չեմ։ Այս նման շրջապատ ինձ մար ամոթալ է մի տեսակ։ Դրամ հարի մստի զուսպ։ Հիմա էլ նույնն է, չի փոխվելու, ինքն իր վրա զարմանում է տատը, թե ոնց էր եղել, որ նոր ամուսնացած ժամանակ տարիներով չխոսքան է մնացել։ Թաղում ինչքան շաշուգժեր կար, մեծ հասակ, բոլոր ետել չխոսքանի։ Հենց ու էր հարևանի իր հորեղբորների հետ, հորեղբոր կնանոնց հետ, քաղաքից տեքրներ ունեի, բիձու տղերք ուներ, նրանց հետ բոլոր հետ չխոսքան։ Հենց ինչքան չխոսքան, ասեմ, ու էր այդ բանը զաքսի աշխատողը, որ ծննդյան վկայականներ ակրիմ տալի, դա իրանց բերեկամ էր, տալիս տեքրներ, նրա հետ չխոսքանի, ասեց հմի բերել ենք տուն, հյուրասիրել ենք, մեզ զաքսնակցեմ տանը, ասեց հադե ամալիա դե քեզ մանթաշյան ես չեմ կրեմ, Ազիբեկյան եմ կրեմ, չխոսքանի կարեցա, որ ասեմ մանթաշյան կրե, որ ասեմ վտով ծիրով դովի մրխին մտիկարավ Ազիբեկյան կրեցին, էտա 60 թվից դեսը արդեն Ազիբեկյան եմ։ Չխոսքան տարիների տեղը հիմա ճարտար լեզվով է հանում տատը, դե ոչինչ ասում է անցած գնացած բաներ են, բայց հիմա էլ որ հիշում է չխոսկանության տարիներն էլի բորբոքվում է, բայց բորբոքվի էլ ոչինչ, կողքին սամատն է, որ սիրո հարցում ճիշտ է զուսպ է, բայց ջահեր ժամանակ գցած սերմեր նոր ծերության հոգատարության ծիլեր են տվելու մեկ-մեկ, պապն էլ տատի որպիսությունն է հարցնում, տատի հիվանդ ժամանակ անհանգստանում ու այդպես ապրում են խաղաղուան շտապ կյանքով սահմանին, որտեղ խաղաղությունը հաճախ խախտվում է։ Մերի Գոլոլյան, Գևորգ Քոչինյան, Կոթիից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։